Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Ողջույն պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը ժամանակ եք գտել։ Դե բոլորս գիտենք, որ Հայաստանում ձերբակալությունները եւ կալանավորումները շարունակվում են, աղմկոտ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Գիտենք, որ Փաշինյանը հռչակում է 4-րդ հանրապետություն եւ նա ասում է, որ դա փաստ կդառնա, երբ որ նոր սահմանադրություն կընդունվի, այն էլ այդ սահմանադրության մեջ հատուկ ընդգծում է, որովհետեւ բոլորի համար դա է խնդրահարույց կետը, բազմաթիվ այլ կետերի թիվս, որ չի լինելու հիշատակում անկախության հռչակագրին։ Շատերը հարցնում են, ինչ է կատարվում Հայաստանում, եւ շատերը տալիս են իրենց պատասխանը։ Ես լսում եմ երեկվա ձեր օրվա թեման անվանումը գրող ձեր ամենօրյա վերլուծությունը, եւ դուք ասացիք հետեւյալը. Փաշինյանը հրահրում է ներքին պատերազմ։ Ինչու եք այդպես կարծում, այսինքն միտումնավոր հրահրում է ներքին պատերազմ։ Պատերազմ ձևակերպումը իհարկե այստեղ հասկանում ենք պայմանական իմաստով, ոչ բառի ֆիզիկական իմաստով, բայց այո, փաստացի հրահրվում է ներքաղաքական բավականին բախումնային միջավայր, որովհետև այդ միջավայրում է, այդ միջավայրից է մեծ հաշվով լիցքավորվել եւ լիցքավորվում Նիկոլ Փաշինյան քաղաքական գործոնը։ Եվ եթե օրինակ մենք դիտարկենք դիցուք Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետները կամ կալանավորման հետո ազատ արձակման ժամկետները 2018-ից ի վեր, ապա կտեսնենք, որ դրանք ամենևին այսպես պատահական ժամկետներ չեն լինում, այլ ուղեկցվում են կամ ներքին կամ արտաքին քաղաքական որոշակի սպասումներով կամ անմիջական իրադարձություններով։ Եվ քանի որ հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, ձեռքը տանում է Ռոբերտ Քոչարյան խաղակարտին, դատելով նաև վերը նշածած նախկին ժամանակագրությունից կարող ենք եզրակացնել, որ նրա նպատակը հենց իր համար քաղաքական լիցքավորման միջավայր ստեղծելն է, ինչը ես ինչպես նշեցի, այդ բախումնային միջավայրն է։ Երբ չկա այդ ներքին բախումը, Փաշինյանը որպես քաղաքական գործոն սկսում է լիցքաթափվել որպես այդպիսին եւ կորցնել կենսունակությունը բոլոր առումներով։ Հիմա հարց կառաջանա, թե նրան ինչի համար պայմանական իմաստով կարող ենք նաեւ այդպես օգտագործել, բայց ոչ միայն հոգեբանական առումով, այլ որպես նաև քաղաքական ռեսուրս իր համար, քաղաքական կապիտալ, որը ինչ որ ուղղությամբ նա դերևս պատրաստվում է օգտագործել։ Ինչ ուղղությամբ, ինչ օրակարգով եւ ինչ տրամաբանությամբ, սա թերևս կերևա շատ մոտ ժամանակահատվածում։ Տեսեք, 2 օր առաջ մենք տեղեկացանք, որ Փաշինյանը ընդհանրապես փետրվարից էր սկսել այդ խոսակցությունը, երկաթուղիների հետ կապված հարցն է, նա եւ Ռուսաստանին էր դիմում ազգային ժողովի ամբիոնից, որ եկեք կոնցեսիան տանք մեկ այլ երրորդ երկրի, որը եւ մեզ եւ ձեզ, այսինքն ընդունելի կլինի եւ ձեր եւ մեր համար։ 2 օր առաջ կար ինֆորմացիա, որ Փաշինյանը խոսել է Ղազախստանի նախագահի հետ եւ երկաթուղու հետ կապված հարցեր էին քննարկվել, էլի հենց այդպես, բայց երեք մի լրատվություն գնաց ղրղզական լրատվամիջոցներով, պարզապես փակագծերում հիշեցնել, որ Ալիևը գտնվում էր Ղրղզստանում այս մի քանի օրը, շաբաթ-կիրակի օրերին, եւ նրանք արդեն հավերժ գործընկերության պայմանագիր են կնքել։ Եվ այսպես ղրղզական լրատվամիջոցներում կար տեղեկություն, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի եւ Տոկաևի միջև Փաշինյանը առաջարկել է պարզ 5% Ղազախստանին եւ Ղրղզստանին 5% ունենալ TRIP-ի ուրեմն այդ նախագծում իր 26%-ից նա պատրաստ է այդ տոկոսը զիջել Ղազախստանին, Ղրղզստանին։ Այդ լրատվության մեջ կա, որ Ղրղզստանի կողմից նախագծի բաժնետեր դառնալու համաձայնության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել, բայց բացի Ղրղզստանի լրահոսից ոչ միտեղ դեռևս ես չեմ հանդիպել այդ որպես հաստատվի այդ 5%-ի առաջարկը։ Ինչ գիտեք դուք այդ մասին։ Ես գիտեմ այն ինչ հրապարակված է, իսկ հրապարակված է, որ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Տոկաև-Փաշինյան հեռախոսազրույց։
եւ այդ հեռախոսազրույցում նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին Ղազախստանի միապալատ նոր խորհրդարանի առաջին ընտրության եւ այդտեղ հաղթանակի առնչությամբ ընտրությունը տեղի ունեցել օգոստոսի 23-ին, շատ հետաքրքիր է իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը այդպես օպերատիվ կերպով փորձում է շնորհավորել Տոկաևին այդ ընտրության եւ հաղթանակի կապակցությամբ, երբ խոսքը ընդամենը խորհրդարանի մասին է, իսկ Տոկաևը նախագահն է Ղազախստանի։ Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ դա առիթ է եղել ինչ-որ այլ խոսակցություն ծավալել Տոկաևի հետ եւ այդտեղ պաշտոնական հաղորդագրությունը, որ տարածել է Երևանը, խոսում է այն մասին, որ քննարկվել են նաեւ տրանսպորտային գործակցության հետ կապված հարցեր։ Իսկ եթե հիշենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև այն մասին, որ Ղազախստանը կարող է լինել այն երկիրը, որին Ռուսաստանը կարող է փոխանցել կամ վաճառել իր հավատարմագրային կառավարման իրավունքը հայկական երկաթուղիների, եւ եթե հիշենք, որ այս հարցը Փաշինյանը առհասարակ բարձրաձայնել է դեռևս փետրվարից, ապա կարող ենք պատկերացնել, որ տվյալ տեղեկությունները հնարավոր է, որ համապատասխանեն իրականությանը, զուտ թվաբանական առումով իհարկե ես չեմ կարող ասել, բայց այն, որ այս հարցը քննարկվում է, մենք կարող ենք հստակ տեսնել հենց Փաշինյանի տարբեր հայտարարություններով, ես նկատի ունեմ Ղազախստանի մասին հայտարարությունը, որովհետև նա խոսել էր Տոկաևի հետ, եւ այս տեսանկյունից ընդհանրապես այս թեման բավականին ուշագրավ է եւ ես փետրվարից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այս հարցը, պարբերաբար անդրադարձել եմ դրան, թե իմ տելեգրամյան ալիքում եւ թե հենց օրվա թեմայի շրջանակում, եւ այստեղ առանցքային հարցը իհարկե սկսում է հետեւյալից, որոնք են այն երկրները, որոնք դժգոհ են Հայաստանի երկաթուղիների ռուսական հավատարմագրային կառավարումից, որ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, թե կան երկրներ, որոնք դժգոհ են եւ դրա համար չեն ուզում, որպեսզի Թրամփի ուղին Նախիջևանից շարունակվի երազղ, Գյումրի եւ հետո միայն Կարս, այլ դիտարկում են միանգամից Նախիջևան Թուրքիա անցման տարբերակը։ Որոնք են այդ երկրները, Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնել մինչեւ հիմա։ Եվ հետաքրքիր է թե ինչու։ Դրանից բացի Փաշինյանի փետրվարյան այդ հայտարարությունից ընդամենը օրեր անց Մյունխենի անվտանգության համաժողովում, որին Փաշինյանը չմեկնեց իդեպ, իսկ Ալիևը մասնակցեց, հենց հայաստանցի փորձագետներից մեկի հարցին ի պատասխան Ալիևը հստակ հայտարարեց, որ Թրամփի ուղին երբեք չի էլ ենթադրել Նախիջևանից շարունակություն դեպի երազղ, այլ միշտ հենց սկզբից հետո դիտարկվել է Նախիջևան-Թուրքիա շարունակությունը։ Ընդ որում ցավոք սրտի Ալիևի այս գնահատականի ճշմարտացիության օգտին խոսում է եւ այն, որ թուրքերը մի քանի միլիարդանոց ծրագիր են իրականացնում երկաթուղու կառուցման, Կարս, Իգդիր, Նախիջևան, եւ եթե այդ ծրագիրը իրականացնում են, իսկ շինարարությունը մեկնարկել է արդեն, ապա դա նշանակում է, որ նրանք համոզված են, որ հենց այդտեղ այդ երթուղին է քննարկվում։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ Ալիևին չառարկեց, որ Թրամփի ուղին ենթադրում է Նախիջևանից երազղ շարունակություն։ Եվ այստեղ դարձյալ հարց է առաջանում, որ Փաշինյանի բարձրաձայնած այն միտքը, թե Հայաստանը կարող է դառնալ ինչ-որ միջազգային ցանցի մաս, բայց դրան խանգարում է ռուսական հավատարմագրային կառավարումը, որոշակիորեն կարող է լինել հանրային կարծիքը մոլորեցնելու նպատակ ունեցող եւ իրական բուն հարցից շեղող հայտարարություն կամ մոտեցում, որովհետև օրինակ նաև նախորդային Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Փաշինյանի այդ գնահատականները թե ռուսների կառավարումը խոչընդոտում է, մանիպուլյատիվ են, որովհետև ոչ միայն չի նշվում, թե որ երկրներն են դժգոհ ռուսական կառավարումից, այլ չի նշվում նաև, թե ինչն է խնդիրը։ Օրինակ ռուսները իրենք արդյոք որևէ մեխանիզմի առարկում են։ Ես կարծում եմ չեն էլ կարող առարկել, որովհետև այդ երկաթուղում իրենք ընդամենը կառավարիչ են, սեփականատեր չեն, եւ այդ կառավարիչը կամ պետք է համաձայնի Հայաստանի պայմաններին, կամ եթե չի համաձայնում, այդ դեպքում արդեն Հայաստանը միանգամայն լեգիտիմ իրավունք է ստանում լուծել այդ հարցը այնպես, ինչպես իր շահերն են պահանջում։ Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ բարեկամական լուծումների ակնկալիքի մասին, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի փաստարկները մեղմ ասած այդքան էլ համոզիչ եւ հիմնավոր չեն, եւ նա փորձում է ինչ-որ լուծումներ գտնել։ Ինչն է իմ տեսակետը, ինչն է այստեղ խնդիրը, ըստ իս գլխավոր խնդիրը։ Նույն փետրվարին այդ շրջանում Ադրբեջանը երկու անգամ իր նախկին արտգործնախարարների շուրթերով, ընդ որում
տևական տարբերությամբ Մամեդյարով եւ Զուլֆուղարով, որոնք պաշտոնական Բաքվի ոչ պաշտոնական խոսափողներ են, նրանք չեն արտահայտում մտքեր, որոնք Բաքվում, այսպես ասած, օրակարգային չեն։ Բարձրաձայնում է դեռևս խորհրդային շրջանից մեղրու երկաթուղու նկատմամբ իր կառավարման կամ սեփականության իրավունքի մասին։ Շատ հստակ բարձրաձայնում են, ես էլ չեմ ասում, որ իրենց տարբեր փորձագետներ անգամ այդ հարցը առաջ են մղում։ Եվ փորձը ցույց է տվել, որ եթե այս մակարդակում Բաքուն խոսում է ինչ-որ իրավունքի մասին, դա նշանակում է դա ներառված է պետական օրակարգ, նպատակներ եւ առաջ են մղելու։ Եվ հիմա ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը փորձում է գտնել այնպիսի երկիր, որի հավատարմագրային կառավարման իրավունքի դեպքում Ադրբեջանը կհամաձայնի հրաժարվել այդ հարցը առաջ մղելուց։ Նկատի ունեմ մեղրիով անցնող երկաթուղու հանդեպ իր իրավունքների, այսպես ասած, իրավունքների հարց առաջ մղելուց։ Եվ այստեղ արդեն զարմանալի չի դառնում, որ դիտարկվում է օրինակ Ղազախստանը, Կիրգիզիան, որովհետև այդ երկրները այո ԵԱՏՄ անդամ են, ՀԱՊԿ անդամ են եւ այլն, բայց նաեւ թուրքալեզու կազմակերպությունների անդամ են, դրանք Ադրբեջանի հետ ունեն շատ սերտ գործակցություն, ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակցություն, նաեւ հիշեցնեմ, որ Ադրբեջանը նախորդ տարվա նոյեմբերից դարձավ կենտրոնասիական հնգյակի այդ խորհրդակցական մարմնի լիիրավ անդամ եւ հնգյակը դարձավ 6-յակ, իդեպ Ալիևը Կիրգիզիայում էր նաեւ հենց այդ 6-յակի գագաթնաժողովի շրջանակում եւ նշեմ նաեւ, որ դա տեղի ունեցավ Միացյալ Նահանգների քաղաքական քաջալերությամբ եւ նահանգներ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի, Վաշինգտոնյան գագաթնաժողովի օրերին այդ շրջանակում։ Դե կա մտավախություն, որ հենց այդպես գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվում է Միացյալ Նահանգներին, բայց իրականում մեծ վտանգներ է պարունակում, եթե իսկապես այդ լուրը հաստատվի եւ եթե, տեսեք, հոկտեմբերին ինֆորմացիա եղավ, որ Տոկաևը հաստատել է, որ հոկտեմբերին Հայաստան է գալու, եթե Հայաստան է գալու պաշտոնական այցով, ուրեմն այս խոսակցությունները լինելու են, եւ եթե դա հաստատվի, հարցը հետեւյալն է, ոմանք ասում են, որ այո, գեղեցիկ փաթեթավորմամբ Ամերիկային մատուցվում է այդ հնարավորությունը, այդ տարբերակը, բայց իրականում խորքային խնդիրներ է պարունակում հենց նույն այդ տարբերակը ղազախներին եւ կիրգիզներին, Qırğızstanին։ Միացյալ Նահանգների համար խնդիր չէ։ Դա խնդիր է Հայաստանի։ Որտեղ Միացյալ Նահանգները չարարկեն, չէ՞, որ նրանք։ Իսկ ինչու պետք է առարկեն Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ունեն այդտեղ իրենց 74%-ը, այո, առաջիկա 50 տարվա կտրվածքով եւ առաջիկա 100 տարվա կամ 99 տարվա կտրվածքով ունեն իրենց 51% երաշխավորված։ Դա մեր համար է խնդիր։ Միացյալ Նահանգների համար, ընդ որում Միացյալ Նահանգները շատ տարբեր հայտարարություններով ցույց է տվել, որ ինքը այդտեղ որևէ խնդիր չի տեսնում երրորդ կողմերի ներգրավման առումով եւ ավելին ասեմ, եթե չեմ սխալվում, մարտին կամ ապրիլին եղավ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը այն մասին, որ աշխատանք է կատարվում երրորդ կողմի հետ, երրորդ կողմի ներգրավման ուղղությամբ։ Որ երրորդ կողմի մասին էր խոսքը, նահանգների խոսնակը չէր նշել, բայց շատ հստակ արվել էր հայտարարությունը։ Եվ պաշտոնական Երևանը դրան այդպես որևէ կերպ չարձագանքեց, որ չկա այդպիսի աշխատանք։ Այս տեսանկյունից կրկնեմ, դա նահանգների համար ոչ միայն խնդիր չէ, այլ հակառակը նահանգները այդպիսով կարող են նաև իրենց խնդիրները լուծել կամ իրենց օրակարգը առաջ մղել կենտրոնասիական ուղղությամբ Ղազախստանին եւ կամ ենթադրենք Կիրգիզիային տալով այդպիսի բոնուսներ։ Այնպես որ սա եթե խնդիր է, ապա միայն Հայաստանի համար, իսկ Հայաստանի համար սա խնդիր է իհարկե։ Ոչ միայն այդ տեսանկյունից, շատ այլ տեսանկյուններից իհարկե, նախագիծը ընդհանրապես իր թե մինչ այժմ որոշակիացված բովանդակությամբ եւ թե նաեւ այն բովանդակությամբ, որը անորոշ է, բայց մենք տեսնում ենք, ահա ունի այսպիսի ուրվագծեր։ Այսպես շատ կարևոր թեմայի մասին կուզենայի մի հատ գոնե այդ վտանգներից մեկը ձեր դիտարկմամբ, որն է այդ վտանգը թրիփի հետ կապված իհարկե։ Հարցը թրիփի հետ կապված։ Նախ արձանագրվեց, որ այդտեղ Ադրբեջանը ունի անխոչնդոտ ճանապարհի իրավունք։ Եռակողմ այդ ստորագրությամբ, փաստաթղթով, հայտարարությամբ օգոստոսի 8-ի արձանագրվեց, որ Ադրբեջանն ունի անխոչնդոտ ճանապարհի իրավունք։ Հիմա նահանգները այդտեղ ինչ հեռանկար ունի կամ չունի,
կախված է իհարկե Թրամփը կմնա, թե չի մնա, եւ առհասարակ Իրանի հարցում ինչ կլինի, Միացյալ Նահանգները կմնան ռեգիոնում, թե չեն մնա, որովհետեւ եթե Մերձավոր Արևելքում նրանք չմնան կամ էապես թուլանա նրանց ներկայությունը, ապա հասկանալի է, որ նույնը լինելու է Կովկասում։ Եվ այս տեսանկյունից, անկախ սրանից, Ադրբեջանը ստացավ փաստաթուղթ, որտեղ արձանագրվում է անխոչնդոտ ճանապարհի իրավունքը։ Ընդ որում այդպիսի իրավունք ինքը նախկինում չուներ։ Շատ էստեղ շատ համեմատվում է նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետը։ 9-րդ կետում խոսվում էր անխոչնդոտ փոխադրումների մասին։ Իսկ անխոչնդոտ փոխադրումներ եւ անխոչնդոտ ճանապարհ սրանք մի քիչ տարբեր բաներ են։ Դիվանագիտության մեջ ձևակերպումները, բառերը, կետերը ունեն շատ կարևոր նշանակություն։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ անխոչնդոտ ճանապարհ ձևակերպումը, որը դարձյալ իհարկե խնդրահարույց էր Հայաստանի համար, բայց մենք գոնե դրա դիմաց ունեինք Լաչինի միջանցքի ձևակերպումը։ Հիմա մենք դա չունենք, մենք Արցախ չունենք, մենք ունենք Ադրբեջանի արդեն Հայաստանի նկատմամբ հավակնություններ, որոնք դարձյալ բացահայտ ներկայացվում են, եւ ունենք Ադրբեջանի տվյալ պարագայում մեկ քայլ առաջ անխոչնդոտ փոխադրումները, անխոչնդոտ ճանապարհ։ Եվ սա այդ օրինակներից մեկը, ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդտեղ ըստ էության բախվում են տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահեր։ Մենք Ռուսաստանի Իրանի մասին շատ է խոսվում, այդտեղ խնդիրները ընդ որում կարծում եմ շատ հարաբերականություն կա թե Ռուսաստանի թե Իրանի պարագայում, այդուհանդերձ Չինաստանի խնդիրը կա այդտեղ, Եվրամիության հարցը կա այդտեղ, որովհետև այդ ծրագիրը նաև Եվրամիությանը լոգիստիկ, այսպես ասենք, սխեմաներից դուրս թողնելու ծրագիր է, եւ ամենևին պետք չէ մոռանալ Թրամփի ու Եվրամիության փոխհարաբերությունը եւ ինչ ժամանակահատվածում գլուխ եկավ այդ ծրագիրը, նաեւ իհարկե օրինակ Իսրայելի ակնհայտ լոբինգով եւ ներգրավվածությամբ եւ եթե դիտարկենք նաեւ Իսրայելի ու Եվրամիության տարբեր դերակատարների փոխհարաբերությունը, կարող ենք պատկերացնել, թե այդտեղ ինչ բարդ հանգույց է ձևավորվել։ Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ձևակերպումներով իբրև մնացել է ինքնիշխան, բայց ձևակերպվել է որպես աշխարհաքաղաքական շահերի բախման մի գոտի, եւ սա ինքնին կոնցեպտուալ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև կարող են փոխվել դերակատարները, շահերը, ուժերի հարաբերակցությունը, մեկը կարող է ուժեղանալ, մյուսը կարող է թուլանալ, բայց արձանագրվել է փաստաթղթային մի իրավիճակ, որը ցանկացած ուժեղացողի ձեռքին կարող է լինել փաստարկ Հայաստանի դեմ։ Շնորհակալություն, 100 թեման Եվրամիություն։ Եվրամիություն դե ԵԱՏՄ-ն զուգահեռաբար է, բայց եկեք Եվրամիության հետ կապված մեր նորությունները փորձենք քննարկել։ Դե հիշում ենք Փաշինյանի եւս այս մի քանի օր արված հայտարարությունը, որ եթե դե ԵԱՏՄ-ն, եթե Ռուսաստանը պահանջում է ուրեմն հանրակրվե, ուրեմն պետք է մենք սկզբում դիմենք Եվրամիությանը, հետո նոր հանրակրվե անցկացնենք, այստեղից առանձնացնում ենք, պետք է դիմենք շուտով պետք է դիմենք կարճ ժամանակահատվածում պետք է դիմենք Եվրամիությանը։ Ինչ ունենք այս պահին։ Եվրամիության ընդլայնման խոսնակ Մարկուս Լամերտ չեպազույցի ժամանակ ասում է հետևյալը. Հայաստանն այսօր ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ Սա այսպես վերցնենք գիտություն դնենք մի կողմ։ Եվ երկրորդը. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է նա. ողջունում եւ աջակցում է հայ քաղաքացիների եվրոպական ինտեգրման ձգտումներին։ Այսքանը ունենք։ Ողջունում է քաղաքացիների ձգտումները։ Ինչ եք կարծում այս հայտարարությունները, այս գործընթացը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Սա ինչ հետևանքներ, ինչ պերսպեկտիվ ունի ինքը։ Որքան հասունացվի այս թեման, այնքան մոտենալու է դրա վախճանը։ Որովհետև մեծ հաշվով այս թեման քաղաքական իմաստով մեռելածին թեմա է։ Այն պատճառով, որ Հայաստանը չունի Եվրամիության անդամ լինելու որևէ իրական քաղաքական հեռանկար։ Դուր գա սա որևէ մեկին, թե դուր չգա։ Այսինքն այստեղ ամենևին ցանկությունների դաշտում չենք, այստեղ իրական քաղաքականության դաշտ է։ Իսկ իրական քաղաքականության պայմաններում Եվրամիությանը բացարձակապես չի հետաքրքրում Կովկասում որևէ անկլավ ունենալը եւ անգամ Կովկասը որպես անկլավ ունենալը։ Հետեւաբար մենք Հայաստանի իրապես անդամակցության մասին կարող ենք քննարկել կամ այդպիսի հեռանկար դիտարկել, եթե օրինակ տեսնենք, որ առարկայանում է Թուրքիայի անդամակցության հարցը։
Հակառակ պարագայում Եվրամիության որևէ անդամ ունենալով Բրյուսելը ընդամենը մեծացնելու է իր կախվածությունը Թուրքիայից եւ այդ կախվածությունը առանց այդ էլ բավականին շոշափելի է եւ հետեւաբար չեմ կարծում թե Եվրամիությունը գործուն մակարդակում մտադիր է ունենալ անդամ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Կովկասի որևէ առանձին վերցրած երկիր։ Կախվածություն ոչ թե ավելի շատ հակառակը գերակայություն Թուրքիայի, այսինքն եթե դուք կարծում եք Հայաստանի անդամակցության հարցը իսկապես դրական լուծում գտնի Եվրամիությունը այստեղ։ Ես չեմ կարծում, որ այդ հարցը դրական լուծում կգտնի, հենց այն պատճառով, որ այդ հարցը չի բխում Եվրամիության շահից։ Եվրամիության շահից բխում է այն, որ այստեղ ինքը ունենա քաղաքական որոշակի ազդեցություն եւ այդ ազդեցությունը ծառայեցնի իր աշխարհաքաղաքական նպատակները առաջ տանելու, այդ թվում Ռուսաստանի դեմ, այդ թվում դեպի Կենտրոնական Ասիա, այդ թվում գործոն դառնալ առհասարակ աշխարհաքաղաքական նոր միջավայրում կամ նոր աշխարհակարգում։ Բայց վերցնել առավել մեծ բեռ, որը արդեն բերելու է կաշկանդվածության եւ ոչ թե հնարավորությունների ընդլայնման։ Մի տարածաշրջանի հետ, որի հետ չկա ցամաքային սահման, իսկ Սև ծովը որպես այդպիսին խիստ անկանխատեսելի սահման է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նույն Թուրքիայի, ես կարծում եմ դա իրապաշտական չէ դիտարկել, որ Բրյուսելը կարող է ունենալ այդպիսի մոտիվներ։ Այսինքն անհեռանկարային է իմ հարցը։ Ես կարծում եմ այս թեման պարզապես խաղարկվում է ընթացիկ քաղաքական նկատառումներով, Բրյուսելը իր հարցերն է փորձում լուծել եւ Նիկոլ Փաշինյանը իր հարցերն է փորձում լուծել, հիմա տեսնում ենք Ռուսաստանը այս թեման օգտագործելով իր խնդիրներն է փորձում առաջ տանել, այսինքն սա մի թեմա է, որ իսկապես բավականին խաղարկելու ներուժ ունի, բայց որպես իրատեսական հեռանկար ես կարծում եմ այս թեման չկա։ Հետեւաբար Հայաստանի հասարակությունը այդ եվրոպական թեմայով խաբկանքի մեջ գցելու փոխարեն պետք է թերևս հասարակության հետ խոսել այլ տրամաբանությամբ եւ բացատրել, որ օրինակ եվրոպական արժեքներով առաջնորդվող պետություն ձևավորելու համար բացարձակապես չկա անհրաժեշտություն այսպիսի պատրանքային թեմաներով տարվելու եւ հակառակը պատրանքային թեմաներով Եվրամիությանը ներողություն հասարակությանը զբաղեցնում են այն պարագայում, երբ բացարձակապես չկա մտադրություն այդ հասարակության հետ կառուցել իսկապես որակյալ պետականություն։ Գովազդ հայտարարենք եթերում եւ այնուհետեւ փորձենք ես ձեզ ուղեմ այս հարցը փորձեք պատասխանել։ Իսկ որն է ոչ պատրանքային թեման կամ ինչ պետք է բացատրել հասարակությանը ձեր կարծիքով։ Դուք ասում եք սա շեղում է կեղծ օրակարգ է, հա, Եվրոպայության անդամակցությունը, իսկ որն է ոչ պատրանքայինը։ Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանը ստանամ, գովազդի եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Հակոբ Բադալյանի հետ, քաղաքական մեկնաբան։ Եվ այսպես, պարոն Բադալյան, որը չի պատրանքային թեմա, որը կընդգծեք կամ ինչ է կարծում հասարակությանը, ինչ պետք է մատուցվի։ Դուք ասում եք, սա կեղծ օրակարգ է Եվրամիությունը, անհեռանկարային, որը չի, որն է հեռանկարային ձեր կարծիքով։ Ընդգծեմ Եվրամիության անդամության թեման։ Որտեղ առհասարակ Եվրամիության թեման իհարկե չի կարող լինել կեղծ ինտեգրման, այստեղ երկու ձևակերպում է Ես անդամության մասին խոսեմ, որովհետև ինտեգրումը մի քիչ անհասկանալի ձևակերպում է։ Եվ այս տեսանկյունից իհարկե կեղծ չէ աշխատել Եվրամիության հետ մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով եւ նաեւ անհրաժեշտությունների բերումով։ Ես խոսում եմ անդամության մասին, երբ նշում եմ, որ դա պատրանքային թեմա է։ Եվ այս տեսանկյունից իդեպ նաև ուշադրության արժանացնեմ հենց այդ հանգամանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով հայտարարվել է, որ մենք շուտով հայտ ենք պատրաստելու եւ ներկայացնելու։ Ու Եվրամիությունը այս բարձր մակարդակի հայտարարության արձագանքում է ընդամենը խոսնակի մի քանի տողով։ Դե այս ինչ որ կարդացի, ասում է ողջունում ենք Այո, հենց դա նկատի ունեմ։ Քաղաքացիների ձգտումները։ Հենց դա նկատի ունեմ, խոսնակի ընդամենը մի քանի տողով, որովհետև ընդհանրապես այդ արձագանքի բացակայությունը կլիներ առհասարակ շատ տարօրինակ։ Եվ սա ինքնին արդեն ցույց է, թե այս թեման ինչպիսի ընկալում ունի Բրյուսելում։ Բայց այստեղ էլ ես չեմ կարծում, թե Բրյուսելը մեծ հաշվով անազնիվ է Երևանի նկատմամբ եւ խոստացել է, որ ահա բերեք դուք անդամությունը առաջ տարեք։ Փաշինյանը խաղարկում է, իրենք էլ բնականաբար իրենց հերթին են խաղարկում, բայց երկուսն էլ գիտեն, որ այս թեման հեռանկար չունի, կրկնեմ, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով։ Ըստ այդմ որն է ոչ պատրանքային։ Ոչ պատրանքային է շատ առարկայական խոսակցությունն ու աշխատանքը Եվրամիության հետ։ Դրա հիմքը, օրինակ, 2017 թվականին ստորագրված այդ ՍԵՊԱ-ն է, չափազանց տարողունակ փաստաթուղթ։ Երբ օրինակ նույն այդ խոսնակը հայտարարում է, որ առավել քան երբևէ Հայաստանը մոտ է Եվրամիությանը, ճառերը եթե դնենք մի կողմ, հայտարարությունները, դրանց ջերմությունը եւ այլն դնենք մի կողմ, բովանդակային առումով ինչն է առավել քան մոտ։ Այդ մի քանի միլիոն դոլարի ոչ մահաբեր պաշտպանական օգնությունը, վրաններ կամ չգիտեմ նման մի բան։ Ընդ որում դա էլ այն պարագայում, երբ օրինակ Ադրբեջանը ջանք չի գործադրում խոչընդոտել իր լոբիստական հնարավորությունների շնորհիվ։ Կարողունակ եւ բովանդակային հիմքը այդ ՍԵՊԱ-ն է, եւ եթե մենք խոսում ենք եվրոպական օրակարգի մասին ոչ պատրանքային տրամաբանությամբ, մենք պետք է առաջնորդվենք այդ ստորագրված ու Եվրամիության խորհրդարաններում վավերացված, այսինքն իրավական ուժ ստացած հիմքի մասին։ Եվ դա այնքան տարողունակ է, որ դրա վերաբերյալ առարկայական աշխատանքի պարագայում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը իրապես գետնի վրա կարող է դառնալ սերտ, զերծ տարատեսակ պատրանքներից եւ օգտակար տվյալ դեպքում Հայաստանի համար առաջին հերթին։ Մինչդեռ մենք ունենք իրավիճակ, երբ այդ ՍԵՊԱ-ն իրականացվել է 50%-ով կամ գրեթե շատ քիչ ավելի, եւ այստեղ հարց է առաջանում, այդ կոնկրետ փաստաթղթը ինչու չի իրականացվել առավել բարձր արդյունավետությամբ եւ դրա փոխարեն ինչ որ նոր, այսպես հնչեղ անուններով, բայց ոչ էական առարկայականությամբ ինչ որ փաստաթղթեր ունենք։ Հիշում ենք նաև նոր պարզապես որ հիշատակեցիք դա Փաշինյանի ձևակերպումները մի քիչ ավելի վաղ արած, ասում էր անգամ եթե անդամակցությունը չստացվի, մենք այս ռեֆորմները որ անում ենք, սա կմնա մեզ, սա դրական է։ Դե արեք, դա ինչ կապ ունի անդամակցության հետ, արեք այդ ռեֆորմները։
ով է ձեզ խանգարում։ Այո, նա եւս փաստորեն դա առանձնացնում է, բայց մյուս կողմից հարցը մնում է հռետորական չասեմ, շատ այո, հռետորական է, բայց շատ կոնկրետ հարց է, ինչու է դանդաղ գնում, ինչու ենք մենք արդեն քանի վերջի շրջանում գոնե պետք է արագացվեր։ Դուք ինչ եք պատասխանում, ինչու չի արագացվում, ինչու ենք մենք անընդհատ չենք տեսնում արագ ռեֆորմները այդ։ Նույն սեպայի շրջանակների մասին է խոսքը։ Նախ դա իհարկե գալիս է անկարողությունից, այսինքն մենք տեսնում ենք, որ կառավարման տեսանկյունից գործնականում բոլոր ուղղություններով գերազանցապես քարոզչություն է, քարոզչական ուղղությամբ եւ քարոզչական արդյունավետությամբ շեշտադրված աշխատանք։ Բուն աշխատանքը մենք տեսնում ենք, որ բացակայում է գրեթե բոլոր ուղղություններով։ Շնորհակալ եմ եւ եւս մեկ խնդիր եւ եւս մեկ թեմա, ես կուզենայի դրա մասին մենք զրուցեինք, այս թեմային դուք կրկին այդ օրվա թեմա ձեր ամենօրյա վերլուծության ժամանակ անդրադարձել եք այդ թեմային, խոսքը գնում է անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության մասին։ Տեսեք, շատերը ասում են, որ նախ այսպես էլ պարզ չդարձավ, հանրությունը այդպես էլ չհասկացավ, ինչ տեղի ունեցավ եւ ինչու այդպես տեղի ունեցավ։ Արմեն Գրիգորյանը ինչի փոխարինվեց Ալեն Սիմոնյանով եւ շատերը մատնանշում են այն փաստը, որ Արմեն Գրիգորյանը լուր էր աշխատում, բավականին լուր աշխատող էր եւ ասում են այդ անվտանգության խորհրդի քարտուղար լինելու պաշտոնը լրություն է պահանջում, բայց Ալեն Սիմոնյանը արդեն մենք գիտենք, որ տվել է առաջին հարցազրույցը, եթե չեմ սխալվում, Դոժձին էր տվել հարցազրույցը եւ դուք մատնանշեցիք ձեր վերլուծության մեջ, որ առաջին հանդիպումը Ալեն Սիմոնյանի Կոպրկինի հետ էր, Ռուսաստանի դեսպանի Հայաստանում։ Ինչ եք մտածում այս ամենի մասին, ինչու տեղի ունեցավ այդպիսի, եթե կարող եք դուք ունեք այդ պատասխանը, այդպիսի փոփոխություն եւ ինչ սպասել նոր անվտանգության խորհրդի քարտուղարից։ Ես իհարկե կարող եմ ընդհանրապես ենթադրել ինչ որ վարկածներ դիտարկել, որովհետև որևէ ստույգ պատճառի կամ մոտիվի չեմ դիրապետում եւ իմ դիտարկմամբ, օրինակ եթե պայմանական ասենք, մենք կարող ենք այդ ինչու տեղի ունեցավ այդ փոփոխությունը հարցի պատասխանը ոչ ուղղակի իմաստով, բայց փնտրել օրինակ ինչու տեղի ունեցավ հնգամյա ընդմիջումից հետո կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այդ մի քանի ժամյա այցը Մոսկվա։ Խոսքը Ջոն Ռեդքլիֆի այցի մասին է, որ տեղի ունեցավ նախօրեին, օգոստոսի 26-ին։ Այսօր կար արդեն ինֆորմացիա դրա մասին։ Դե հրապարակային ինֆորմացիան միշտ չի, որ արտացոլվում է չաշխատի Իրանի հետ եւ Ես կարծում եմ, եթե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հնգամյա ընդմիջումից հետո հասնում է Մոսկվա ռազմական օդանավով, ապա այդ գլխավոր մոտիվը այդ ամեն ինչը տեղի ունենում ոչ այն պատճառով, որ հետո լրատվամիջոցներով տարածեն ինչ որ այն ինչի համար նա գնացել էր։ Հետեւաբար ես կարծում եմ այդ պարագայում ինֆորմացիոն այդ խոսքերը ավելի շուտ հանրային ուշադրությունն ավելի շուտ այսպես ապակողնորոշելու նպատակ ունեն, ինչ որ միջավայր ստեղծելու, ինչ որ պատկերացում ստեղծելու, բայց ոչ թե բուն քննարկումները եւ բուն բովանդակությունը ներկայացնելու։ Դուք դա ինչու այդ օրինակը բերեցիք։ Դա քաղաքականությունն է։ Ես նկատի ունեմ ինչու տեղի ունեցավ այս այցը։ Սա նշանակում է, որ շատ առարկայական ինչ-որ բաներ են քննարկվել։ Եվ հիմա դիտարկենք ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությունը։ Նախ արձանագրենք այս մասով էլ, որ դա փաստացի անսպասելի փոփոխություն էր, այսինքն նախապես այդ նախընտրական ամբողջ շրջանում եղել են բազմաթիվ արտահոսքեր, քննարկումներ, մեդիա տեղեկություններ եւ այլն, որ այս նախարարը կփոխարինվի, անգամ Ալեն Սիմոնյանը կարող է այլևս չլինել ազգային ժողովի նախագահ, բայց որևէ անգամ չէր խոսվում, որ անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն է նախատեսվում ընտրությունից հետո։ Եվ մինչև վերջին պահը դրա մասին ոչինչ չկար հայաստանյան մամուլում։ Սա նշանակում է, որ խնամքով թաքցվել է։ Ես չեմ կարծում, թե այդ պահին պարզապես որոշում կայացվեց։ Սա նշանակում է, որ կարևորվել է այդ փոփոխությունը եւ խնամքով թաքցվել է դա որևէ արտահոսք թույլ չտալու նկատառումով եւ միայն 2 ժամ առաջ մամուլում հայտնվեց, որ փոփոխություն է տեղի ունենում ու եղավ նշանակումը։ Սա ինքնին հետաքրքիր է եւ երկրորդ ինչ ֆիգուր էր Արմեն Գրիգորյանը եթե մենք դիտարկենք նրա գործունեության այսպես հիմնական ուղղությունները թե պայմանական իմաստով ասեմ Գրիգորյանը ներկայացնում էր Եվրատլանտյան միջավայրում այսպես ասենք գլոբալիստական գաղափարախոսության կրող
բևեռներին։ Եթե տեսնենք նա բավականին սերտ աշխատում էր Բայդենի վարչակազմի հետ եւ Բայդենի վարչակազմում իր գործընկեր Սալիվանի հետ, իսկ օրինակ Թրամփի վարչակազմում իր գործընկերոջ հետ, այդ պաշտոնը զբաղեցնողի հետ Գրիգորյանը չաշխատեց, թե մինչև Ռուբիոն եւ թե հիմա, որովհետեւ Ռուբիոն հիմա նաեւ համատեղում է այդ երկու պաշտոնները։ Այդ շրջանակում նա ձևավորեց այդ Հաջիև Գրիգորյան տրեկը։ Ես նկատի ունեմ Սալիվանի բավականին ակտիվ աշխատանքով ձևավորվեց։ Գրիգորյանը բավական ակտիվ մասնակցում էր Ուկրաինայի թեմայով այդ խաղաղության համաժողովներին, որտեղ գլխավոր մոդերատորը, հատկապես Թրամփի պաշտոնամուտից հետո, երբ առաջացան հարաբերությունները Եվրամիության հետ, այդ հայտնի հարաբերությունները, մոդերատորը Լոնդոնն էր արդեն։ Այդ նշածս թևի ըստ էության կենտրոնը։ Այլ կերպ ասած, փոփոխությունը կարծես թե նշանակում է Լոնդոնի դիրքերի, այդ Եվրատլանտյան, այդ բևեռի հայաստանյան դիրքերի որոշակի թուլացում։ Դուք Լոնդոնն եք մատնանշում, ներողություն որ ընդհատեցի, թե ամբողջ արևմուտքը եւ Ես նկատի ունեմ արևմուտքի այդ Եվրատլանտյան բևեռում գլոբալիստական թևի շահերը եւ հետաքրքրությունները, որտեղ կենտրոնական դերակատար եմ դիտարկում Բրիտանիան։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ սա Բրիտանիայի դիրքերի որոշակի նահանջ էր, առնվազն այս դրսևորմամբ, եւ նշանակվում է մարդ, պաշտոնյա, որն օրինակ ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր վերջին, այսպես գործունեության վերջին շրջանում աչքի էր ընկնում Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որ ջերմ հարաբերություն կառուցելով ինքը գնաց Մոսկվա, Մատվիենկոն եկավ Երևան, նաեւ միջազգային ֆորումներում էր շփումներ տեղի ունենում ու նաև նկատենք Սիմոնյան Գաֆարովա այդ խորհրդարանների նախագահների մակարդակով ինչ որ տրեք ձևավորելու փորձ արվեց, որը սակայն այդպես էական դերակատարում չունեցավ եւ սա էլ հարց է թե ինչու։ Ու Ալեն Սիմոնյանի առաջին հյուրը Ռուսաստանի դեսպանը Կոպիրկինը, որ առաջին արտասահմանցի հյուրն է Ալեն Սիմոնյանին։ Ես կարծում եմ այս ինֆորմացիան, երբ փորձում ենք համադրել ինչ որ շրջանակ, վերը նշածս ավելի գլոբալ ինֆորմացիայի ֆոնին, ապա կարող ենք մոտավորապես դիտարկել մի վարկած, թե ինչով կարող էր պայմանավորված լինել այն փոփոխությունը, որին գնաց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ընտրությունից հետո։ Դուք ակնարկում եք ռուսաստանյան Ես ակնարկում եմ ռուս-ամերիկյան որևէ process, որին Փաշինյանը փորձեց արձագանքել այս պարագայում։ Նկատի ունեմ Թրամփի վարչակազմով ամերիկյան որևէ process, որին Փաշինյանը փորձեց սրանով արձագանքել։ Ռուսաստանին կրկին կներեք, ակնարկում եք, որ Ռուսաստանի համար ընդունելի ֆիգուր էր ավելի Ալեն Սիմոնյանին տեսնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Եթե ասեմ այո, ապա կստացվի, որ այստեղ կարող է լինել ակնարկ, որ Ռուսաստանն է ակնկալել կամ ցուցում տվել կամ հորդորել Ռուսաստանը կարող է Ես կարծում եմ Ռուսաստանի համար սկզբունքորեն խնդիր չէ այդ պաշտոնում։ Փաշինյանն է դուրք տվել Ռուսաստանը։ Ես կարծում եմ Փաշինյանը փորձել է պարզապես ժեստ անել, ակնկալելով դրա դիմաց ինչ որ վերաբերմունք։ Դե շուտ է խոսել այն մասին, մենք պետք է նոր է սկսում Ալեն Սիմոնյանը աշխատել եւ ինչ կասեք այդ Ալեն Սիմոնյանի հարցազրույցներ տալու։ Ես կարծում եմ այդ աշխատանքը դա ցուցիչ չէ, հրապարակային հարցազրույցներ, հայտարարություններ եւ այլն դա ցուցիչ չէ, առավել եւս այն պարագայում, երբ հասկանում ենք օրինակ Ալեն Սիմոնյանն է այդ պաշտոնին, թե որևէ այլ մեկը կամ ազգային ժողովի նախագահի պաշտոնին հայաստանյան քաղաքականությունը այսօր ամբողջությամբ պտտվում է Փաշինյանի շուրջ, եթե նկատի ունենք կառավարման, այսինքն ձևավորված չեն այնպիսի ներիշխանական բևեռներ, որոնց հետ Փաշինյանն ինքը օրինակ հաշվի կնստի։ Այսինքն ինֆորմացիայի արտահոսք չեք կարծում, որ ոչ Փաշինյանից ելնող ինֆորմացիա Չէ, այդպիսի արտահոսքեր կարող են լինել միշտ, ես չեմ կարծում, թե դա այդպես բացարձակ կառավարման ենթարկելու հնարավորություն Փաշինյանն ունի, այսինքն խոսքը դրա մասին չէ, այլ ինչ որ process-ների մասին, եւ այդ տեսանկյունից խոսքը ընդհանրապես ֆունկցիոների մասին է, եւ դրա համար եմ նշում, որ իմ կարծիքով ոչ թե Ռուսաստանից ակնկալվել է այդպիսի փոփոխություն, այլ Փաշինյանը կատարել է այդ փոփոխությունը ինչ որ ժեստի տրամաբանությամբ ակնկալելով վերաբերմունք եւ իդեպ այդ վերաբերմունքի դրսեւորումն է կարծեմ նաեւ հենց այն, որ
առաջին արտասահմանցի հյուրը, որ շտապեց Սիմոնյանի մոտ, դա հենց Կոպիրկինն էր։ Շնորհակալ եմ, ամենավերջում փորձում ենք ամփոփել իմ առաջին հարցը, ինչ է կատարվում Հայաստանում եւ ձեր ձևակերպումը պատերազմ բառը չեմ օգտագործի, Փաշինյանի գործողությունները, դուք ասում եք Փաշինյանը հրահրում է ներքին պատերազմ, մենք վերաձևակերպենք Փաշինյանի գործողությունները լրացուցիչ լարվածություն կարող են ստեղծել ներքին կյանքում։ Առաջին տարբերակը, որ դուք ասացիք, ինչու է դա արվում, դու Փաշինյանը անձնական ոնց որ լիցքավորվում է դրանից։ Իսկ եթե երկրորդ տարբերակը Ես նկատի ունեմ քաղաքական լիցքավորում։ Այո, քաղաքական լիցքավորում։ Որպես քաղաքական ֆիգուր եւ գործոն լիցքավորվում է, անձնական, եթե շեշտենք անձնական, դա կարող է ստացվել այսպես հոգեբանական իմաստով միայն լիցքավորվում է, բայց ես նկատի ունեմ թե դա իհարկե նաեւ այդ անձնական զուտ բանը, բայց նաեւ քաղաքական իմաստով իր համար կապիտալը հենց դա է։ Ինչ իրավիճակ կարող է։ Ես չեմ կարծում, թե Փաշինյանը ներկայումս ունի այդպես տեսանելի հեռանկարի ինչ որ պատկերացում։ Նա գործում է այսօրվա տրամաբանությամբ, ելնելով իրավիճակից եւ արձագանքելով փոփոխություններին ըստիս, շատ թե քիչ երկարաժամկետ տրամաբանությամբ եւ գուցե ցավոք սրտի, որ հենց միայն այդ պարագայում է այդպես, նա աշխատում է Ադրբեջանի հետ գործընթացում, որը ինչու եմ նշում ցավոք սրտի, որովհետեւ տեսնում ենք այդտեղ այդ երկարաժամկետ տրամաբանությունն այն է, որ նա լոյալություն է արտահայտում Ադրբեջանի բոլոր հավակնությունների հանդեպ եւ թե որոշակի դրվագներում մենք տեսել ենք զուտ փաստաթղթային մակարդակում արդեն եւ թե նվազագույնը քաղաքական հայտարարությունների մակարդակում նա լեգիտիմացնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հետ հավակնությունները, որոնք արդեն ավելի երկարաժամկետ տրամաբանություն ունեցող հանգամանքներ են։ Ցավոք սրտի Փաշինյանը միայն այստեղ է գործում կամա թե ակամա, գործում ավելի երկարաժամկետ, այսպես ասենք, ինչ որ շրջանակով։ Մնացյալ ուղղություններում նա այդ երկարաժամկետությունը չեմ կարծում թե ունի, բայց նաև այս իմաստով հասկանալի է այդ հանգամանքը, որովհետև իսկ այսօր աշխարհում ինչպիսի վիճակ է, որպեսզի օրինակ Հայաստանի վարչապետը ով էլ լինի, ինչ որ շատ երկարաժամկետ քայլեր կարողանա մշակել, երբ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ ծրագիրը, որով նրանք կետ առ կետ առաջ են գնում եւ մենք դա տեսնում ենք։ Թուրքիայի պարագայում այստեղ համեմատությունը կարծում եմ ավելորդ է, հիմա օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված եւ դարձյալ ցավոք սրտի Ադրբեջանի պարագայում էլ, որովհետեւ դժբախտաբար Ադրբեջանը այս ընթացքում, այս 3 տասնամյակում պետական, ինստիտուցիոնալ, ֆունկցիոնալ կարողություններով շատ ավելի առաջ է գնացել, սա առանձին խոսակցության առարկա կարող է լինել իհարկե, քան Հայաստանը։ Ինչն է մեծ խանգարում առաջ գնալ։ Դե շատ բաներ թերևս, այստեղ չեմ կարող մեկը մատնանշել կամ նույնիսկ եթե 3-ը մատնանշենք կարող է դարձյալ անբավարար լինել։ Շատ բաց թողումներ ենք ունեցել այս ընթացքում, ես այս ընթացք ասելով նկատի ունեմ անկախության 3 տասնամյակի այս ընթացքը։ Կարող ենք օբյեկտիվ պատճառաբանություններ ունենալ, բայց նաև կան բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ։ Ցավոք սրտի փաստը այն է, որ անգամ այս մակարդակում մենք հետ ենք մնացել Ադրբեջանից։ Բայց սա չի նշանակում, որ մենք չենք կարող հետ բերել բաց թողնվածը, բայց պետք է հենց նշածս, որ մենք պետք է առաջնորդվենք իրապաշտ օրակարգերով եւ ոչ թե պատրանքներով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բադալյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Հակոբ Բադալյանի հետ ենք զրուցում, քաղաքական լուծաբան զրուցվարում է ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։